Վտանգավոր է Երևանում քայլելը մի քանի ժամ եկած ձյունից հետո։ Խնդրեմ։ Քայլելը վտանգավոր է, ես քանի անգամ ընկել եմ արդեն։ Շատ վատ վիճակում են ըստիս, սողում ենք եւ այլն։ Շատ վատ վիճակում ձյունը նոր է գալիս, հələ բան չեն, տեսենք կմաքրեն թե չեն մաքրեն։ Երևանի կենտրոնում մայթերի մի մասը բահ ու ցախավելով են մաքրել քաղաքապետարանի աշխատակիցները։ Մայթերին աղ ու ավազ չկա։ Ես նոր բանով էի իջնում, հյուսային պողոտայով էի իջնում, այնտեղ հալվածքը շատ են, բանն էլ սալահատակն էլ են հենց որոտը դնում ես պլեսում, ուզած քեզ դժվարությամբ քայլում ես։ Ամենաճիշտը կլներ այն, որ ոչ թե հիմա ժամանակին մաքրեն, ձյունը գալու չեն կարող, մեկը գալիս է։ Ամենաճիշտը կլներ ժամանակին աղովազով մշակելը, որ այս ձյունը չդառնար սառույց։ Մի հատ օպերայի մոտ տեսա, որ աղցանող մեքենա էր, միգակեքը միացած գնում, բայց բան չէր ցանում։ Նանդեղ չէր կարա ցանել, որտեղ ավտոները այսպես իրար վրա հելած եթում են։ Կաթվածահար է եղել քաղաքի երթևեկությունը։ Մարդիկ ստիպված մի քանի ավտոբուս են փոխում, որտեղ հասնեն։ 6 հատ ավտոբուս են փոխել, մինչև եկի հասնեմ ստեղ։ Վարորդներն էլ չեն ուզում ռիսկի դիմել, ասում են քաղաքի որոշ փողոցներում մերկասառույց է, չի ստացվում կառավարել մեքենայի ղեկը։ Մարդ ասում է չեմ կարա քշեմ, ավտոն ռուլը թեքում է ձախ որ դուրս գա կանգառից, օրինակ Կասյանի վրա։ Մեքենան ուղիղ գնում է։ Դյանը հերթական անգամ անպատրաստ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումների մասին է զգուշացնում եւ ներողություն խնդրում։ Լիլիթ Խալաթյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Այլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։